Սիրելի քույր եղբայրներ, մենք կշարունակենք Գործ Առաքելոց գիրքը, արդեն հասել ենք գլուխ 11։ Ուրեմն այս գլուխ 11-ի մեջ անցյալ անգամ մենք տեսանք անցյալ շաբաթ գլուխ 10-ի մեջ, որ ինչպես Պետրոս գնաց հեթանոսներ ու դունը, Կորնելիոսի դունը եւ Կորնելիոսը եւ իր ընտանիքը Սուրբ Օքին ստացան եւ Պետրոս նույնիսկ զարմացավ թե ինչպես կլա որ հեթանոսները Սուրբ Օքին կստանան եւ ուրեմն այդ զարմանքի մեջ ըլլալով աղավասիկ համար գլուխ 11-ը բոլոր առաքյալները զարմացած էին թե ինչպես Աստված նաև կփրկե ոչ հրյաները քանի որ իրենք կգարձեին թե հրյաներն էին միայն Աստծո ժողովուրդը դժբախտաբար մինչև այսօր դեռ մարդիկ շատեր կգարձեն որ Աստծո ժողովուրդը միայն հրյաներն են իրենք այդպես կգարձեին քիչ հետո պիտի տեսնենք մի քանի համարներով թե արդեն 5 տակարանի մեջ բացատրված էր եւ ըսված էր որ Աստված բոլոր ազգերը պիտի այցելե եւ բոլոր ազգերու Աստվածը պիտի ըլլա բայց հրյաները դեռ այդտեղ պատրաստված չէին նույնիսկ առաքյալները Հիսուս ասավ երկինք երթալեն առաջ կացեք բոլոր ազգերը կարոզեցեք սորվեցուցեք մգրդեցեք բոլոր ազգերը Հիսուս այդ թուրը բացավ բայց դեռ առաքյալները այնքան որ իրենց սովորություններու եւ ավանդություններու մեջն էին չկարողացան հասկանալ եւ ամիսներ դեպեց նույնիսկ դարիներ առաջին Տարը շատ դժվար եւ դաժան էր հրյա հավատացյալներուն, հրյա քրիստոնյաներուն, թե հասկանային, թե փրկությունը միայն հրյաներուն չէր։ Ուրեմն շատ դաժան ժամանակ օրեր ամիսներ անցան, եւ հիմա երբ որ Պետրոս, Կորնելիոս, հեթանոսի դունը գնաց, իրենց հետ գերավ, իրենց հետ պաշտամուն կրավ, Սուրբ Օքին եկավ, այդ մարդիկ բժշկվեցան, ազատագրվեցան։ 11-րդ գլխում մեջ կտեսնենք, որ Երուսաղեմի մեջ մնացած առաքյալները զարմացած էին։ Գարտանք միասին։ Առաքյալները եւ եղբայրները, որոնք Հրեաստանի կողմերն էին, լսեցին թե հեթանոսներն ալ Աստծո խոսքը ընդուներ են։ Եվ որ գսե Հրեաստանի կողմերը, ասել է Երուսաղեմի շրջանը։ Երբ Պետրոս Երուսաղեմ գնաց, ուրեմն վերադարձավ Կորնելիոսի դունեն, թլպատվածները, ուրեմն հրյաները, անոր հետ կվիճեին, հավասիկ վիճապանություն եկեղեցիի մեջ անհասկանալու պատճառով, կվիճեին, և գսեին թե տուն անթլպատ մարդոց կով մդար և անոնց հետ հաց կերար։ Հավասիկ կվիճեին ասելով, տուն իրավունք չունիս, իպեր հրյա, իպեր հրյական ավանդության մեջ, ոչ հրյաներու հետ նստելու եւ իրենց հետ հաց ուտելու։ Եվ այս հրյական օրենքներ։ Ուրեմն Պետրոս գտեսնե Սուրբ Օքին թե ինչպես կգործե ոչ հրյաներու մեջ։ Ինքն ալ կզարմանա, բայց Աստված պատրաստած էր իրեն չմոռնակ։ Ինքն ալ կզարմանա, բայց դեռ առաքյալները, որոնք մնացել էին Երուսաղեմի մեջ, չէին գրնար հասկանալ։ Եղբայրները, նորահավատները, հրյա նորահավատները չէին գրնար հասկանալ, թե հեթանոսները պետք է Սուրբ Օքին ստանային։ Հիմա ուրեմն նայեցեք ինչ կպատահի համար 4-ի մեջ։ Պետրոս սկսավ այս բանը գարքով պատմել անոնց։ Հիշեք անցյալ անգամներն ալ ասել էի, որ առաքյալները միշտ իրար կպատմեին։ Ղրգվածները միշտ իրար կպատմեին, գուքային եւ կպատմեին թե ինչ եղավ։ Նույն բանը կտեսնենք Բողոսին, Ֆիլիպոսին, կտեսնենք դարբեր դեղեր թե ինչպես առաքյալները երբ կերտային առաքելության գվերաթարնային պատմելու թե ինչ եղավ։ Հիմա այստեղ վիճապանություն կա եկեղեցին մեջ։ Անհասկացողություն։ Մեկը բան կգսե, մյուսը ուրիշ բան կհասկանա, անհասկացողություն կա ինչպես այսօր ալ գրնա ըլլալ դարբեր եկեղեցիներու մեջ անհասկացողություններ, եղբայրներու միջև, քույրերու միջև եւ այլն անհասկացողություններ։ Անհասկացողությունը ինքնիրույն մեղք չէ։ Մեղքը այդ է որ անհասկացողությունը դուն չես դարձներ հասկացողության։ Մի խոսքով մեղքը այդ է որ անհասկացողությունը դու չես մեկնաբաներ դիրոջ խոսքով։ Հիմա Պետրոս գուկա դիմացը կտեսնե որ անհասկացող վիճակ կա, եղբայրները բարգացած են,
Չեն հասկնար ինչ կպատահի, գսե եղբայրներ լսեցեք։ Թեզի ամեն ինչ պիտի պատմեմ։ Եվ գիտեք սիրելիներ, որչաբար փարգացածը լանք, պետք է գանքնենք եւ լսենք, թե ինչ է ճշմարտությունը։ Հասկանանք որն է ճշմարտությունը։ Այստեղ մարդկային բաներ ալկա, որ մենք պետք է սորվենք։ Իբր Հիսուսի հետևորդներ, աշակերտներ, մենք պետք է նաև սորվենք մարդկային, ինչպես ասեմ, գարկ ու կանոնը, ապրելակերպը։ Եվ որ մեկը բան ունի ասելի, քեզ նստիր եւ լսե։ Պետրոս կուքա եւ գսե այս բանը գարկով սկսավ պատմել անոնց։ Եվ պիտի պատմե ինչ որ մենք 10-րդ գլխում մեջ արդեն տեսանք, ուրեմն շատ արագ պիտի գարտամ, քանի որ այդ մանրամասնությունները արդեն մենք խոսել էինք անցյալ շաբաթ։ Անոնք որ գուզեն լսել, վերալսել, YouTube-ով գնացեք կամ խոսքը TV-ով գնացեք, տեսեք այս սերդողության գարկին մեջ գսեք մեկ եւ այս մեր անցյալ շաբաթներու բոլոր ծառայությունները, սերդողությունները գրնակ վերա լսել։ Ես ուրեմն Հոպե քաղաքը աղոտ կնեի եւ մտքի հապշտակության մեջ դեսիրք մտեսա աման մեծ գդավի պես 4 ծայրեղեն երկինքեն գախված իջավ ու մինչև ինձի հասավ։ Պատմողը Պետրոսն է, որում վրա աչքս տնկեր գնայեի եւ դեսա չորկոդանիներ, կազաններ, սողուններ, երկնքի թրջուններ։ Եվ ցայմը լսեցի, որ գսեր ինձի ելիր Պետրոս, մորթե եւ կեր։ Բայց ես ասի կավլիցի դեր, վասնզի բիղձ կամ ամմակուր պամը ամենևին մտած չէ իմ բերանս։ Երկրորդ անգամ այն ցայնը երկինքեն ըսավ, զայն որ Աստված մաքրեց տուն բիղձ մի սեբեր։ Եվ այս բանը 3 անգամ գրտնվեցավ ու բոլորը երկինք քաշտվեցան։ Հիմա այստեղ Պետրոս կբացատրի հրյաներուն։ Ասելով դուք շատ լավ գիտեք, որ մենք բիղձ մսեղեններ չենք ուտեր։ Ինչ որ Մովսեսի օրենքի մեջ գրված է, մենք այդ բաներու վրա կմնանք։ Եվ ես հավատարիմը լալով իմ հրյական ավանդության, այս տեսիլքը երբ երևցավ ինձ, պատասխանեցի Աստծո, ասելով դեր երբեք ես Մովսեսի օրենքեն դուրս ուրիշ ոչ մի բան չեմ ըներ, չեմ ըներ, չեմ ալ ըրած։ Այս կբացատրե Պետրոս հրյան, կբացատրե առաքյալներու հրյաներուն։ Միջև հիմա բոլորը համաձայն են։ Բոլորն ալ չէին ըներ այս բանը։ Բայց Աստծո խոսքը այն բանը, որ Աստված մաքրեց տուն բիղձ մի սեբեր։ Այն բանը, որ Աստված գուզե այդպես ըլլալ դու հակառակ մի գենար քո ավանդություններու պատճառով։ Մեր քրիստոնյաներն ալ այսօր մեր հայերն ալ գրնան այս խոսքը լսել։ Շատ անգամ շատերը մնացած են իրենց ավանդություններու վրա, շրջափակված, դուպիգներու մեջ, չեն ելներ այդտեղեն, քանի որ իրենց ըսված է, որ այդպես պետք է ընես, եւ իրենք մնացած են այդ ավանդության մեջ, ավանդաբաշտության մեջ։ Եվ գսեն, չէ, երբեք ես չեմ ըներ այդ բանը։ Անոնք միան ավետարանականները գնեն, անոնք միան այս բանը գնեն, բայց ես այս տեսակ հավատացյալ եմ, ես այս բանը չեմ ըներ, ինձ այսպես սորվեցուցած է, դերը գսե անվոր Աստված մաքրեց բիղձ մի սեբեր։ Բլոկ մի դար, մի փագեր, մի շրջափագեր քո միտքը, Աստված շատ ավելի լավ բաներ ունի քեզ ասելու, շատ ավելի մեծ ուղղություններ ունի քեզ դալու, մի շրջափագեր դու քեզ ավանդաբաշտության մեջ։ Նույն բանը մենք այսօր մեր սիրելի հայերուն գրնան գսել։ Շատերը իրենց ավանդաբաշտության մեջ մեռած են, բայց դերը գսե այն բանը, որ ես մաքուր սեբեցի, տուն բիղձ մի սեբեր, որն է մաքուրը, Աստծո խոսքը մաքուր է։ Աստծո խոսքը մենք պետք է տանենք առաջ եւ ոչ թե մեր դարձածները, մեր սովորությունները, մեր ավանդությունները։ Մեր ավանդությունները պետք է լան Աստծո խոսքի հիման վրա եւ ոչ թե այս կամ այն անցյալեն եկած սովորություններու կամ եկեղեցական ավանդություններու եւ այլն եւ այլն։ Աստծո խոսքի վրա։ Եվ գսե նույն ադեն համար 11 չեմ մտներ շատ խորունգը, քանի որ անցյալ շաբաթ արդեն խոսել ենք։ Նույն ադեն 3 մարդ Գեսարիային ինձի ղրգված եկան իմ եղած դանս արչև գեցան։ Սուրբ հոգին ալ ինձի ըսավ, որ անոնց հետ երթամ առանց խղճահարության։ Այս 6 եղբայրներն ալ ինձի հետ էին
ու մտանք այն մարդուն դունը։ Այս 6 եղբայրները, ուրեմն Պետրոս Երուսաղեմ դարձավ այդ 6 եղբայրներով, որ իրեն հետ կացած էին Կորնելիոսի դունը եւ որոնք ագանադես եղել էին Սուրբ Օգի կորձին։ Պետրոս մենակ չէր։ Պետրոս իր հետ ուներ 6 եղբայրներ, որոնք գվավերացնեին ինչ որ Պետրոս կպատմե։ Եվ այս շատ կարևոր է։ Գիտեք, ես միշտ կսեմ սիրելիներ, անոնք որ ինձ կհետևին իմ ծառայության դարիները ի վեր, միշտ կսեմ ինքնագոչ ծառայողները աբակա չունեն Աստուծո առջև։ Ինքնագոչը միշտ կգարձե, որ ինքը շիտակ է, բայց ինքը պետք է շրջապատված լինի։ Եվ հավասիկ Պետրոս առաքյալ Հիսուսի ղրգված անձնավորությունը շրջապատված էր 6 վկաներով, եւ այդ 6 վկաները վկայություն ունին, թե ինչ որ ինքը կսեր շիտակ է։ Գա հասկնակ, գա աստվածայինը, գա նաև մարդկայինը։ Կարևոր է, անոմասուպկիր գսե, եթե պամ ունիսերիք վկաներու միջով ասե, վկաներու հետ ասե, որ չլա թե մարդ գասկածի քո խոսքի վրա։ Քանի որ մարդս մենք ամեն մեկս կրնանք սխալներ անել։ Որչաբալ առաքյալը լաս, հովիվը լաս, վերաբատվելի լաս, կաթողիկոսը լաս, մարդկայինը մի սխալական է։ Անամար պետք ունիս Աստծո խոսքի վկայությունը քո գողքին, որ Աստծո խոսքը վկայե, թե դու քո ըրածդ շիտակ է եւ արդար է։ Հալելույա։ Այս 6 եղբայրները ինձ հետ են մտանք այդ մարդուն դունը։ Եվ անիկա մեզի պատմեց, ուրեմն Կորնելիոսի մասին է հիմա։ Անիկա մեզի պատմեց, թե ինչպես իր տանը մեջ հրեշտակ մտեսավ, որ գայներ էր եւ իրեն գսեր մարդ խրգե հոպե ու գանչե Սիմոնը, որ Պետրոս կգոչվի, ամ քեզի խոսքեր պիտի խոսի, լավ լսեցեք ինչ կսե։ Խոսքեր պիտի խոսի, որբեսի բրգվիկ թուն եւ քու բոլոր դունդ։ Ուրեմն հրեշտակը Կորնելիոսին գսե Պետրոսին ղրգե, որ Պետրոսը կա քու դունդ, որբեսի ինք խոսք խոսի։ Եվ այդ խոսքը որ պիտի խոսի, ցես բրգություն պիտի դա։ Քիչ առաջ Սամոս 107-ի մեջ կարդացինք, Աստված գսե իր խոսքը ուղարկեց, որ բժշկի։ Խոսքը ազատագրողն է։ Նույնիսկ հրեշտակը խոսքը չգրծավ դալ։ Իրավունք չուներ դալու։ Պետք է ղրգվածները, Քրիստոսի զավակները, Քրիստոսի հետևորդները խոսքը տան։ Մարդու պերնով բիդել է խոսքը մարդուն հասնելու համար։ Եվ այդ մարդը այո ներշնչված է, բայց ինչ կպատահի Պետրոսին ղրգե, որ ինքա քեզի խոսք դա եւ այդ խոսքը դուք բրգվիք։ Եվ որ երթանք 10-րդ գլուխի մեջ, նայեցեք ինչ կպատահի այդտեղ, նայեցեք ինչ կսե Կորնելիոս, երբ Պետրոս կուքա իր դունը։ Եթե կհիշեք անցած շաբաթ կարդացինք, համար 33։ Մենք հիմա գսե ամենքս Պետրոս Աստծո առջև գեցեր ենք, լսելու այն ամեն բաները, որոնք Աստուծմե հրամայված են քեզի։ Կորնելիոս կսե Աստված քեզի բամը հրամայեց, Պետրոս։ Մենք պատրաստ ենք Աստծո քեզի հրամայվածը լսենք։ Այսօրվա մեր ընթերցման մեջ կանդրադառնանք, որ Աստծո հրամայածը գիտեք ինչ էր, որբեսի Կորնելիոս բրգվեր։ Աստծո հրամանը, որ դրված էր Պետրոսին, այդ էր, որ քո խոսքով պիտի բրգվի Կորնելիոսը եւ իր ամբողջ ընտանիքը։ Ուրեմն կանդրադառնանք մի կարևոր բան։ Աստծո գամքը այդ է, որ մարդիկ բրգվին։ Աստծո հրամանը, որ կհասնի հովիվներուն, առաքյալներուն, ծառայողներուն, քեզի, որ քո միջոցով մարդիկ բրգվին։ Հրաման է, որ Աստված գուտա քեզ։ Գնա, քու Կորնելիոսդ կդիր եւ այդտեղ բրգվի։ Քո խոսքով թող մարդիկ բրգվին։ Ուրեմն Աստված գհրամայե բրգվիք։ Աստված գհրամայե բրգություն եւ գհրամայե որ դուն իր զավակը, իր հետևորդը, իր աշակերտը այդ բրգության պատկամը դաս։ Ուրեմն զարմանալի էր այստեղ, երբ անդրադարձա, որ Աստված գհրամայե ինչը բրգությունը։ Սիրելի քույր եղբայր, եթե դու Աստծո մարդ ես,
Եթե վերստին ծնունդ ունիս, եթե հասկացել ես, որ դու դիրոջ կպատկանիս, դու կորձ ունիս սնելիք, հրաման կա ներողություն քո կյանքի վրա։ Կացեք, բոլոր աշխարհը ավետարանեցեք։ Ինչ ասավ Հիսուս, կացեք, մինչ կերտակ, ավետարանեցեք, սորվեցուցեք, մգրտեցեք։ Ինչ որ ինձ պետեսակ այդ բանը սորվեցուցեք մարդկանց, հրաման է դիրոջը կողմեն։ Եվ ինչպես այս վերջերս շատ կսեմ, եւ դարբեր քարոզներու մեջ գիրագիորալ Փիլիպոսի մասին քարոզեցի գրնակ երտալ եւ տեսնել խոսք TV վրա, YouTube-ի վրա կամ Facebook-ի, չէ, Facebook-ի վրա չենք տնել մեր քարոզները, խոսք TV վրա գտնենք եւ YouTube-ի վրա։ Գացեք, տեսեք, լսեցեք։ Այստեղ գտեսնեք այս կողմը, գտեսնեք YouTube-ը Քրիստոնյա գերտակ, այդտեղը գրնակ հետևիլ մեր քարոզչության նաեւ։ Ինչ կպատահի այդտեղ։ Փիլիպոս ղրգվեցավ։ Եվ Փիլիպոս ղրգվեցավ, որբեսի այդ ներքինին փրկվեր։ Նույնպես այստեղ հրամանը փրկությունն է։ Աշակերտը կանչված է երթալու եւ փրկելու, փրկության խոսքը տալու։ Համար 15։ Երբ Պետրոս կսե, երբ սկսա խոսիլ, Սուրբ Հոգին անոնց վրա իջավ, ինչպես նախապես մեր վրա իջավ։ Ուրեմն Պետրոս գանտրատարնա, որ ինչպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իրենց վրա իջավ, նույն ցևով Կորնելիոսի եւ հետանոսներու վրա գիչնե։ Մեկ խոսքով երկրորդ Պենտեկոստի օրը գլա։ Ավելիշտակը երրորդը գլա։ Առաջինը Երուսաղեմ, երկրորդը Սամարիա եւ հիմա գտեսնենք աշխարհի ծայրերը։ Ծայրերը ասել է հետանոցները։ Ինչպես մեզի բանահեցավ փրկության Պենտեկոստեի օրը, այդպես էլ իրենց կպատահի, զարմանալի է, ինչպես Տերը մեզ այցելեց Սուրբ Հոգիով, մարգարեություններով, փառաբանություններով, լեզուներով, նույն ցևով Աստված այցելեց եւ իրենց էլ առաջնագարկ Պենտեկոստի օր եղավ։ Եվ այս հոյագավ է սիրելիներ։ Զարմանալի է Պետրոսին, զարմանալի է եղբայրներուն, ինչպես կրնալալ, որ Աստված իր Սուրբ Հոգիով այցել է հետանոսներուն։ Եվ ինչպես, այնպես իրենք ինչպես հրյաները այցելվեցան, այնպես այցելվին հետանոցները, զարմանալի է։ Հրյաներուն համար զարմանալի էր։ Պետրոսին համար զարմանալի էր։ Հիմա այստեղ Երուսաղեմի մնացած հավատացյալներուն համար, աշակերտներուն համար զարմանալի է։ Եվ այն ադեն գսե Պետրոս, նայեցեք ինչ գսե, հիշեցի դերոջը խոսքը, որ գսեր, Հովաննես չրով մգրդեց, բայց դուք Սուրբ Հոգիով պիտի մգրդվիք։ Ուրեմն առաջին այցելությունը, Սուրբ Հոգիի այցելությունը մգրդությունն է։ Սուրբ Հոգիով մգրդվեցան, ասել է Սուրբ Հոգին հպվավ իրենց եւ իրենց կյանքը փոխվեցավ, մեկ խոսքով վերստին ծնան։ Ինչպես եղավ իրենց, այդպես եղավ այսօր հետանոսներուն։ Այո, Հովաննես չրով մգրդեց, բայց հիմա Աստված Տերը Սուրբ Հոգիով ասել է նոր կյանք, նոր ուղղություն, նոր ընթացք, նոր հայտնություն, նոր ընտանիք։ Ինչպես մենք, այդպես իրենք։ Համար 17։ Ուստի եթե Աստված միևնույն շնորհքը տվավ անոնց, ինչպես մեզիալ, երբ Տեր Հիսուս Քրիստոսի հավատացին, ես ով էի, որ գարենայի Աստուծո թեմ տնել։ Չէ՞ որ աշակերտները գսեին Պետրոսին, ինչու տուն մդար իրենց տունը, ինչու աղոթեցիր իրենց հետ, ինչու պաշտամուն կրիր իրենց հետ։ Պետրոս կբացատրե, գսե նայեցեք, Տերը հրավ այս գործը, Տերը ինձ պատրաստեց, Տերը Կորնելիոսին պատրաստեց, երբ որ խոսեցա Սուրբ Հոգին եկավ, ես չէի գրնար մարդկայինով արգիլել, քանի որ Աստուծո գործն էր։ Հալելույա։ Երբ մենք Աստծո գործը կտեսնենք, մենք ով ենք որ արգիլենք։ Սիրելի քույր եղբայրներ, լավ լսեցեք ինչ կսեմ։ Այսօր գրոնքը գարգիլ է Սուրբ Հոգին գործը։ Երանի դարբեր եկեղեցիներու մեջ ավելի թույլ դրվեր Սուրբ Հոգին գործը, քան թե գրոնական սիստեմները, գարկ ու կանոնը, գրոնական գլուխները, պատասխանատու գլուխները, որ գարգիլ են երբեմն,
որ Սուրբ Օքին կործե, բայց երբ Սուրբ Օքին կործելու կսկսի, մենք ով ենք, որ պետք է արգելենք, ընդհակառակը մենք պետք է ավելի թույլ տանք եւ ավելի խոնարհենք Տիրոջ կործին առջև, ինչպես Պետրոս խոնարեցավ եւ այդ մարդկանց մգրդեց, ընդունեց, տեսավ, հասկացավ, որ այդ մարդիկը Սուրբ Օքին գայցել էր իրենց։ Հալելույա։ Այս բաները լսելով թայներնին գդրեցին, կրնակ երևակել Երուսաղեմի աշակերտներուն համար անհնարին բաներ, անընդունելի էր, երբ Պետրոս կխոսեր իրենք նույնիսկ կփարգանային, ինչպես կարելի է, որ դու մտնես հեթանոսներու դան մեջ, բայց երբ որ տեսան Պետրոսին խոսքը նաև վեց վգաներուն խոսքը, ուրիշ բան չէին գրնարնել բացի խոնարհիլ Տիրոջ առջև եւ ցայներնին գդրեին եւ սկսան գսե Աստված կպարավորեին եւ գսեին ուրեմն Աստված հեթանոսներուն ալ կյանքի համար ապաշխարություն տվավ։ Չէին հասկացած միջև հիմա, չէին հասկացած, որ Աստված հեթանոսներուն ալ գուզե փրկել։ Սիրելի քույր եղբայրներ, չկա ազգ, չկա անձ, չկա մի իրավիճակ, որ Աստված գմերժե փրկությունը, բոլորին համար է փրկությունը։ Եվ այստեղ իրենք կհասկանան, ուրեմն Աստված հեթանոսներուն ալ պիտի փրկե։ Այս ինչ նորություն է, այս ինչ նորություն է, մենք չէինք գիտեր այս նորությունը, բայց թույլ տվեք ասեմ, թե հրյաները շատ լավ գիտեին, թե Աստված գուզեր բոլոր ազգերուն Աստվածը ըլլալ։ Մի քանի համարներ գարտամ, Ծննդոց գիրքեն արդեն Աբրահամին Աստված այդպես ասավ, արդեն Աբրահամին Աստված ասած էր, թե քո միջոցով ազգերը պիտի փրկվին։ Նայեցեք, երբ որ գարտանք 13-րդ գլուխ, Ծննդոց 13-րդ գլուխ համար 3, գսե, քեզ օրտնողները պիտի օրտնեմ, քեզ անիծողները պիտի անիծեմ, ու երկրի բոլոր ազգերը քեզմով պիտի օրտնվին։ Բոլոր ազգերը քեզնով պիտի օրտնվին։ 18-րդ գլխում մեջ նաև համար 18-ը նայեցեք ինչ կսե նույն բանը, որովհետև Աբրահամ անշուշտ մեծ ու զորավոր ազգ մը պիտի ըլլա ու երկրի բոլոր ազգերը անով պիտի օրտնվին։ Հրյաները շատ լավ գիտեին։ Հրյաները շատ լավ գիտեին, որ բոլոր ազգերը պիտի օրտնվեին Աբրահամի սերունդեն, բայց Աբրահամի սերունդը հրյաները չեն։ Աբրահամի սերունդը Աբրահամի հավատքը ունեցողն է։ Երբ Աբրահամ վստահեցավ Աստուծո, գսե իր վստահությունը իրեն արդարություն եղավ։ Եվ գսե քո սերունդդ պիտի փրկեմ։ Քո սերունդդ ով է։ Անոր քեզ մե պիտի կա մեկ սերունդ Հիսուս Քրիստոսեն եկած սերունդը, որ մեր հավատքը հիմնված չէ գրոնքի վրա, ինչպես բոլոր Իսրայելի ժողովրդին հավատքը հիմնված էր գրոնքի վրա, մեր հավատքը Քրիստոսի հետևորդներու հավատքը հիմնված չէ գրոնքի վրա, այլ հիմնված է վստահության վրա, հարաբերության վրա, Աստուծո շնորհքի վրա, անհատական հարաբերության վրա, անոր համար է որ մենք կփրկվենք եւ ոչ թե քանի որ մենք քրիստոնյա ենք կամ քրիստոնեական օրենքներու մեջ կամ գրոնքի մեջ կգալենք։ Ուրեմն հրյաները չէին հասկնար, կկարծեին, որ անպայման հրյաները պիտի փրկվին, քանի որ Աստված միան հրյաներու Աստվածն է, քանի որ հրյաներն են ազնու ժողովուրդը, այսպես բաներ, բայց եթե լավ կսերդենք նախ մենք սուրբ գիրքը, եւ եթե հրյաները լավ կսերդեին, պիտի հասկանային, որ նախ իրենց կրկին մեջ գրված է, որ Աստված ազգերու Աստվածն է, նույնիսկ Եգիպտոսը պիտի ձունկ ծրե իմ արջևս կսե, Բաբելոնը իմ արջևս ձունկ պիտի ծրե, Ասորին իմ արջևս ձունկ պիտի ծրե եւ բոլոր աշխարհի ծայրերը։ Ասելով որ այո Հիսուս Քրիստոսով այս խոստումը կատարվեցավ։ Հիսուս Քրիստոսի խաչելությունով եւ հարությունով ամբողջ ազգերուն թուրը բացվեցավ եւ այդ բացումը, թուրի բացումը սկսավ Կորնելիոսի այս ապաշխարութենը։ Ամբողջ 5 դագարանի մարգարեությունը դիրականանա այսօր այստեղ Կորնելիոսի այս Սուրբ Օքիի Պենտեկոստեն։ Ուրիշ համար գարտամ ձեր հետ Մաղաքիա առաջին գլուխ համար 11, որ նույն միտքը գսե։ Քանզի արևուն ցակած դեղեն
մինչև անոր մարը մտած դեղը, ազգերուն մեջ իմ անունս մեծ պիտի ըլլա, ամեն դեղ իմ անվանս խունգ ու սուրբ ընձա պիտի մատուցվի, քանզի իմ անունս ազգերուն մեջ մեծ պիտի ըլլա, գսե զորքերու դերը։ Ուրեմն ահավասիկ Աստված արդեն պատրաստած էր, եւ Հիսուս ինքը պատրաստեց իր աշակերտներուն ասելով կասեք բոլոր ազգերը, եւ միջ ցեզիսեմ առաջին տարը շատ դժվար եղավ, որ հասկնային, որ փրկությունը գրնամսել համաշխարհային է, ոչ թե միան հրյաներուն Աստվածը, Իսրայելի Աստվածը, այլ այն Աստվածը, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, Իսրայելի միջոցով անցավ, բայց Իսրայելի միջոցով եկավ Աբրահամը, որուն սերունդեն եկավ Հիսուսը, որուն սերունդեն բոլոր ազգերը պիտի փրկվեին։ Հիսուսի սերունդը ով է? Հիսուսի աշակերտները, վերստին ծնվածները, Հիսուսի հոգին ունեցողը։ Ուրեմն ինչ պիտի անես դու, եթե Հիսուսի հոգին ունիս, դու պիտի բոլոր ազգերուն ավետարանը կարոզես, քո միջոցով պիտի օրտնվին ազգերը, քո հարևանությունը, քո ընկերությունը, քո չորս կողմինները, քո միջոցով պիտի օրտնվին, ինչու քանի որ դու Աբրահամի սերունդեն, Հիսուս Քրիստոսի սերունդին մեջն ես, Սուրբ Հոգիով վերստին ծնված երկնային թագավորության մեջ։ Հալելույա։ Հուսամ կհասկնաք սիրելիներ, որ ինչ մեծ այս խորհուրդը այս մեր ընթերցումներուն։ Հալելույա, օրհնյալը լա մեր Տերը։ Հիմա ուրեմն պիտի խոսենք, պիտի շարունակենք խոսել կարևոր մի քաղաքի մասին, Անդիոքի մասին, որուն միջոցով ավետարանը մինչև Հռոմ հասավ։ Երուսաղեմ, Սամարիա եւ ինչպես քիչ առաջ գարտացինք Հոպե, այդտեղ են որ Կորնելիոս ելավ եւ Կորնելիոսին վերջ եկեղեցին հասավ Անդիոք։ Անդիոքը ոչ հрьяներու միսիոնարական քաղաք եղավ։ Եվ այդտեղ են Բողոս Արաքյալի ճամփորդությունները հրավ, այդտեղ դպրոցներ եղավ, այդտեղ եկեղեցիներ հիմնվեցավ, հիմա պիտի գարտանք պիտի տեսնեք լավ բաներ եղավ այդտեղ, որբեսի ավետարանը երթա մինչև աշխարհի ծայրը։ Այն ժամանակվա աշխարհի ծայրը մինչև Հռոմ էր։ Իրենց համար աշխարհի ծայրը Հռոմ էր։ Դերևս Իսպանիա մինչև։ Բայց Հիսուսի խոսքը ինչ էր։ Աշխարհի ծայրերը կացեք։ Ոչ թե միան հрьяներուն, եթե լավ գհիշեք, երբ որ Պենտեկոստեի օրը եկավ, ինչ պատահեցավ։ Սուրբ Օքին դարբեր լեզուներ տվավ առաքյալներուն, որբեսի այդ լեզուներով բոլոր աշխարհի ծայրերը երթան եւ քարոզեն ավետարանը այդ լեզուներուն։ Եվ ինչպես պատահեցավ նաեւ այդտեղ Երուսաղեմի մեջ դարբեր լեզուներում արդիկ կային, միան հрьяներ չէին։ Եվ Աստված գբավ իրենց, հպվավ իրենց։ Եվ այդտեղ լսեցին բարգը Տիրոջը եւ ընդունեցին Տիրոջը եւ այդպես կացին իրենց երկիրները, ինչպես նաեւ այդ ներքինին, որ Պիրիբոս աբաշխարեց, Պիրիբոս մոտեցավ, մարդ աբաշխարեց եւ գնաց Եթիոպիա, այդտեղ ունենալով իր ծառայությունը եւ այդտեղ ամբողջ Եթիոպիան նորոգվեցավ, ամբողջ Եթիոպիան աբաշխարեց Քրիստոսը ընդունեց։ Այս քարոզից մեջ կսեմ անցյալ գիրագյովա քարոզից մեջ գրնակ լսել։ Հիմա համար 19-ն գարտակ։ Ստեփանոսին մահվան վրա եկած նեղություններեն ծիրուցան եղածները մինչև Փյունիգե, Գիբրոս եւ Անդիոք հասան։ Փյունիգեն Լիբանան է, Գիբրոսն է եւ Անդիոքը Սուրիայի մաս կգազմի այսօր։ Բայց ովևէ մեկուն ազդոխոսքը չէին խոսիր միայն հрьяներուն։ Նայեցեք, այդ բոլոր ծրվածները Փիլիպոս օրինակ համար եթիոպացին խոսեցավ։ Զարմանալի էր Սուրբ Օքին իրեն դարավ այդտեղ։ Պետրոս գնաց Կորնելիոսին խոսեցավ։ Զարմանալի էր դեսանք Սուրբ Օքին դարավ։ Բայց դեր այդ հрьяները, որոնք դեր հрьяական սովորություններու մեջ էին, ավետարանը կքարոզեին, գսե միայն հрьяներուն։ Ուրեմն կամած դերը սկսավ Սուրբ Օքին իր գործը անել, ցույց տալու համար, ինչպես ասեցի առաջ, որ փրկությունը միան հрьяներուն չէ։ Անոնց մե ոմանք դիբրացի եւ գյուրենացի մարդիկ էին, որոնք երբ Անդիոք մտան, հելենացիներուն հետ գխոսեին դեր Հիսուս Քրիստոսը քարոզելով։ Կամած սկսավ հելենացիներուն, հունարեն խոսողներուն,
հույներուն, հռոմայացիներուն, մի խոսքով հետանոսներուն, կամած ավետարանը սկսավ գալու։ Մեկ այսպես։ Անհատական, դեր եկեղեցին կարծեք պատրաստ չէ։ Եկեղեցին դեր կարծեք դեր իրենց սովորության գլուխին մեջն են։ Պետրոս հասկացավ, Երուսաղեմը հասկացավ, բայց դեր ժողովուրդը այնտեղ չհասկացած։ Ժողովուրդը դեր կգարձե որ դեր հрьяաներուն պետք է քարոզենք, բայց դեր կամած իր կորձը գնե, որ ավետարանը հասնի եւ մանավանդ մարդկանց մտքին մեջ հասնի ասելով թե ավետարանը միայն հрьяաներուն չէ, դուրս ել քու ավանտաբաշտութենետ, մդիր Աստծո կորձին վրա։ Չմոռնաք ինչ ասավ դերը, ան որ ես մաքուր սեբեցի դու բիղծ մի սեբեր։ Ուրեմն այստեղ հերենացիները դեր Հիսուսը կքարոզեին։ Դերոջը ցերքը անոնց հետ էր։ Բազմաթիվ մարդիկ հավատալով դերոջը դարձան։ Ոչ հрьяաները սկսան ապաշխարել։ Հիմա այլևս, եթե ուշադրությունիք, արաքյալներու ցերք տնել չկա։ Ինչպես Պետրոս եկավ Սամարիա, ինչպես Պետրոս եկավ Կորնելիոս, ցերք տնելով Սուրբ Օքին եկավ, ինչու՞, քանի որ թուրը բացավ Պետրոս Սուրբ Օքի կորձին միջև աշխարհի ծայրերը։ Բայց հիմա արդեն սկսան հավատալու, արդեն սկսած Սուրբ Օքիով լեցվելու, առանց ովևէ մեկը ցերք տնելու իր վրան։ Հասկանաք, շատ կարևոր է։ Եվ հիմա եթե մեկը գավաշխարե Սուրբ Օքին գուկա, առանց որ անպայման ցերք տրվի այդ մարդու վրա։ Եվ ահավասիկ շատեր մարդիկ հավատալով դիրոջը սկսան դառնալ։ Այս լուրը Երուսաղեմի եկեղեցին ագան չհասավ։ Մեմի եւս։ Առանց Պետրոսի, առանց արաքյալներու ապաշխարություններ կլան։ Սուրբ Օքին հրաշքներ գնե։ Կացեք տեսեք, նայեցեք ինչ կբադահի։ Դեր գարցեք չեն հավատար որ Աստված գուզե ամբողջ աշխարհը բրգե։ Հասկանաք, ինչպես գամագորեն, ինչպես հաստվիզ են, ինչպես անհասկացող գլուխ են։ Ժողովուրդ, սիրելի քույր եղբայրներ, ավանդությունները մեզ գչորցնեն։ Մեր հայասկին մեջ աշխապ տարի մենք 1500 տարիներ էր քրիստոնյա ենք կսենք, բայց չորցած քրիստոնյաներ ենք, ավանդությունը մեզ խեղդեր է։ Մեզ չի բրգենք, խոսքին դեղ չենք տար, Սուրբ Օքին դեղ չենք տար, ավանտաբաշտ, բարեբաշտ, ավանտաբաշտ ասելով մենք մեզ կխապենք։ Այս մարդիկ դժվարություն են հասկանալու համար որ Աստված Սուրբ Օքիով մեծ գործեր կրնանել, չէ, իրենք կեցել են իրենց սիստեմի մեջ։ Ուրեմն գցեն, քացեք նայեցեք ինչ կբադայի, քացեք նայեցեք ինչ կբադայի։ Եվ Բարնաբասը ղրգեցին, որբեսի մինչև Անդիոք երթա։ Բարնաբասը գիտեք, մենք իր մասին արդեն լսել ենք, Բարնաբասը գսե մխիթարության որդի, իր անունը կանչված է մխիթարության որդի։ Գիտեք ինչու, քանի որ ինքը ներկայացուց Բողոսին, 9-րդ գլխում մեջ որ կգարտանք, ինքը ներկայացուց Բողոսին Երուսաղեմի եղբայրներուն։ Ինքը եղավ միջնորդ, մի խոսքով խաղաղ մարդ էր, խաղաղասեր, իմաստուն եւ նաեւ Սուրբ Օքիով լեցված, գրված է իր մասին քիչ հետո գարտանք, Սուրբ Օքիով լեցված մարդ էր։ Ուրեմն ղրգեցին ոչ թե արաքյալներուն, այլ Բարնաբասին։ Քանի որ հասկացան, որ արաքյալները արդեն կորց չունին նելիք, Սուրբ Օքին սկսավ իր կորձը անել։ Արդեն Սուրբ Օքին սկսավ մարդկանց սիրտը հպվելու, մաքրելու, սրբելու, ներելու, մաքրելու, ժորացնելու։ Եվ ցեզ եսեր եմ կորձ արաքելոց գիրքը, պետք չէ որ գոչվեր կորձ արաքելոց, պետք է գոչվեր կորձ Սուրբ Հոգվոց։ Սուրբ Օքին սկսավ կորձերը անելու։ Ուրեմն Բարնաբասը գսե երբ գնաց համար 23 Աստծո շնորհքը տեսավ, ուրախացավ ու գհորտորեն ամեն կնալ որ հոժար սրդով դիրոջը հետ գապված մնան։ Բարնաբաս կուքա եւ գտեսնի Աստծո շնորհքը այդ մարդկանց վրա։ Ինչպես երևցավ այդ շնորհքը այդ մարդկանց վրա։ Եվ այդտեղ խառնված էին հрьяաներ գային, ոչ հрьяաներ գային։ Դեսավ նախ որ հрьяաները եւ ոչ հрьяաները գրիվ չեն անել իրար հետ։ Դեսավ որ միապանված էին Աստծո հոգիի մեջ։ Դեսավ նաեւ այդ ուրախությունը, այդ փառապանությունը, այդ միապանությունը, այդ բարձությունը։ Դեսավ նաեւ իրենց սրտի ցավը մարդկանց ավետարանը քարոզելու համար։ Դեսավ շնորհքը։ Սիրելի քույր եղբայրներ եւ մանավանդ անոնք որ եկեղեցիներ գահաջախեն, արդյոք գերևնա Աստծո շնորհքը քո եկեղեցի մեջ։ Երբեմն այնքան գցավիմ
3-4 հավատացյալ գողքի քովի գտնես եւ վիճապանությունները կսկսին։ Այդտեղ Աստծո շնորհքը չկա։ Այստեղ Բարնաբաս եկավ այս նորահավատ մարդկանց, որ շատ բանել դեղյակ չէին։ Դեսավ Աստծո շնորհքը, դեսավ Սուրբ Հոգի գործը, դեսավ բարձությունը, դեսավ սերը, դեսավ միապանությունը։ Հակառակ որ այդտեղ հрьяաներ եւ ոչ հрьяաներ կան, ինչպես ասի, վիճապանության շատ նյութեր կային, բայց ինք տեսավ Աստծո շնորհքը։ Եվ ինչ կսե, հոժար սրտով կսե դերոջ հետ կապված մնան։ Քաչալերեց իրենց, շատ լավ է, այսպես մնացեք։ Շատ ուրախ եմ, այդպես մնացեք։ Հոժար սրտով դիրոջ հետ, իրար հետ մնացեք։ Քանի որ Սուրբ Հոգին սկսել է ձեր մեջ գործնելու, այդպես մնացեք։ Քանզի գսե ինք Բարնաբաս բարի մարդ էր, Սուրբ Հոգիով, հավատքով, լեցուն, դերոջը շատ ժողովուրդ ավելցավ։ Բարնաբաս եկավ դեսնելու, կոնտրոլնելու, քննելու, թե ինչ կպատահի այդ եկեղեցին մեջ։ Եվ ինչ կտեսնե, դիրոջ շնորհքը, կտեսնե խաղաղությունը, սերը, եւ կքաչալերը, եւ այդտեղ կմնա, եւ այդտեղ մնալով մարդիկ սկսան ավելնալու։ Նայեցեք, շատ մարդիկ ավելցան։ Սիրելի քույր եղբայրներ, եկեղեցին նպատակը շնորհքը ապրիլն է, դիրոջ խոսքը դարաձելն է, որ մարդիկ ավելնան, փրկվին դիրոջ ընտանիքին մեջ։ Եկեղեցին նպատակը այն չէ, որ ես եւ դու նստենք եւ իրարմով ուրախանանք։ Եկեղեցին նպատակը այն չէ, որ մենք նստենք եւ այսպես ուրախ լանք իրարմով։ Եկեղեցի նպատակը մենք իրարմով ուրախ լալով ավետարանը փոխանցենք, որ շատ մարդիկ ավելնան։ Համար 25։ Ետքը գսե Բարնաբաս դարսոն անցավ Սողոսը փնտրելու։ 9-րդ գլխուն մեջ մենք կտեսնենք, որ Սողոս եւ որ Բողոս եւ որ ապաշխարեց, առաքյալներուն հետ սկսավ քարոզելու Դամասկոսի մեջ, իրեն հալածեցին։ Եվ իրեն փախցուցին առաքյալները, եղբայրները փախցուցին Բողոսին դեպի այստեղ գսե Դարսոն։ Դարսոնը իր ծննդավայրն է։ Բողոսի ծննդավայրը Դարսոնն է։ Հոն փախազեր Բողոս եւ այդտեղ գներ ծառայությունը հերու Երուսաղեմի այդ իրանցում են։ Բարնաբաս երբ ուքա Անդիոքեն վերջ գերտա Դարսոն, շատ հերու չեն իրար մե, գերտա Դարսոն, Բողոսին գարնե գսե, Բողոսը փնտրելու, Զանիգա գտնելով Անդիոք բերավ։ Զանիգա փնտրելով Անդիոք բերավ։ Գտեսնեք, Բարնաբասը մարդ միացնող մարդ է։ Գնաց Բողոսին, մենակ չթողեց, բերավ Անդիոք եւ անոնք լման գսե դարիմը եկեղեցին հետ մեկտեղ հավաքվելով շատ ժողովրդի սորվեցուցին։ Մեկ տարի Անդիոք մնացին սորվեցնելու նպատակով։ Սորվեցնել մարդիկ ավե շատ ժողովուրդներ, շատ ժողովրդի սորվեցուցին։ Անդիոքի մեջ մեկ տարվա մեջ քանի 100 մարդկանց կամ հազարավոր մարդկանց գրցան ավետարանը փոխանցել։ Այստեղ եկեղեցիկը որ գսե դարիմը եկեղեցին հետ մեկտեղ Բողոս, Բարնաբաս եւ Անդիոքի եկեղեցին, որոնց մեջ գար Աստծո շնորհքը, կարդացին քիչ առաջ, ուրախությունը, միապանությունը, բոլորը միասին հավաքվեցան եւ Անդիոքի մեջ ավետարանը քարոզեցին։ Եվ այստեղ առաջին անգամ կգտնվի եկեղեցի բառը Երուսաղեմեն դուրս հավատացյալներու հետ կապված։ Տեսակ կամաց կփոխվի։ Միան հրյա, միան Երուսաղեմ, միան մենք, միան առաքյալներն են եկեղեցին, Երուսաղեմ եկեղեցին, առաքյալներն են, պետք է միան այդտեղ լա, բայց Սուրբ Հոգին արդեն սկսավ դարաձել։ Հավաքցի եկեղեցի բառը կկործածվի ոչ առաքյալներու հիմնած եկեղեցին վրա։ Անդիոքը առաքյալներուն հիմնած եկեղեցին չէ։ Փախստականները երբ կացին Երուսաղեմեն փախան, սկսան քարոզել, գամած մեկ մարդիկ սկսան մեկ առ մեկ
ոչ հրյաներուն կարոզել, հրյա ոչ հրյա միասին հավաքվեցան եւ եղավ եկեղեցի։ Բարնաբասը եկավ, տեսավ, որ այս եկեղեցին նորահավատ եկեղեցի է, դիրոջ եկեղեցին է, Սուրբ Հոգին գործե, Բողոսին կանչեց, որբեսի միասին այս եկեղեցին նախ զորացնեն եւ այս եկեղեցիով ամբողջ Անդիոք քաղաքը այսպես ավետարանը կարոզեն։ Հալելույա։ Գտեստեք նպատակը, ուղղությունը, եկեղեցին հիմքը, աշխատածևը, աշխատելու միջոցները։ Մենք կխոսենք ճշմարիտ եկեղեցիի մասին։ Եվ մենք կաղոթենք, որ մեր բոլոր եկեղեցիները տարբեր անուններով դառնան Քրիստոսի եկեղեցի։ Թույլ տան, որ Սուրբ Հոգին գործե այդ եկեղեցիի մեջ։ Թույլ տան, որ Սուրբ Հոգի եկեղեցի ըլլա։ Թույլ տան, որ շնորհքը երևնա միապանության, սիրո եւ ավետարանչության մեջ։ Եվ նայեցեք ինչ կպատահի այստեղ, եւ գսե ամենեն առաջ Անդիոքի մեջ աշակերտները քրիստոնյա անվանվեցան։ Քրիստոնյա ասել է Քրիստոսի հետևորդներ։ Ժողովուրդը իրենց համար գսեին այս մարդիկը Քրիստոսի հետևորդներ են։ Չէին ասել այլևս հրյա հավատացյալներ, հույն հավատացյալներ, լիբանանցի հավատացյալներ, հայաստանցի հավատացյալներ, գյումրեցի հավատացյալներ, երևանցի հավատացյալներ, չէ, քրիստոնյաներ։ Բոլորը իրար հետ կապված են ոչ թե այլևս սերունդական լեզուներով կամ մեր ազգային պատկանելությամբ, ոչ, Քրիստոսի հետևորդները մեկ բան ունին իրար գաբող, այն ալ Քրիստոսն է։ Առաջին անգամ լալով հրյա եւ ոչ հրյա, հրյա եւ հետանոս միասին մեկ եկեղեցի գոչվեցան։ Քրիստոնյաներ, Քրիստոսի հետևորդներ։ Այլ կարևոր չէ, թե ով է, ուր դեղացի է, ինչ կխոսի, ինչ կսե։ Աշակերտները եղան քրիստոնյաներ։ Աշակերտները, որոնց վրա կհիմնվեր Սուրբ Հոգի շնորհքը։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, քրիստոնյա բառը մենք պետք է վերանայենք։ Քրիստոնյան այն չէ, որ մենք իսլամ չենք, բուդդիստ չենք, քրիստոնյա ենք։ Ոչ, քրիստոնյան Քրիստոսի հետևորդն է։ Իր ամբողջ էությամբ մենք սիրելիներ նախ Քրիստոսի հետևորդ ենք եւ հետո աստեղացի կամ այնտեղացի։ Մենք հետո այս ուսում ունենք կամ այն ուսում ունենք, այս լեզուն կխոսենք կամ այն լեզուն կխոսենք, ոչ, նախ քրիստոնյաներ, Քրիստոսի հետևորդներ, մեկ եկեղեցի, մեր տարբերություններով։ Անորմալ ես կհավատամ, որ եկեղեցին նույնանման մարդիկ պետք չկան։ Եթե նույնանման մարդիկ կան, այդ եկեղեցին գտանա ագումբ, կլաբ գլա եւ ոչ թե եկեղեցի։ Այստեղ Անդիոքի մեջ առաջին անգամ լալով ամեն տեսակի դարբեր մարդիկ միացան իրար հետ եւ այդտեղ ասին Քրիստոսի եկեղեցի։ Այսօր եկեղեցիների մեջ գրիվ կա։ Ես այս հովիվին գողմեն եմ, միշտալ այդ հովիվի գողմեն եմ։ Մանավանդ Եվրոպայի մեջ դժբախտաբար, երբ որ Հայաստանեն ելած քույրեր եղբայրներ գուքան Եվրոպա, մեկը իր հովիվին գկարոզե, մյուսը մյուս հովիվը գկարոզե, մեկը իր եկեղեցի մասին գկարոզե, մյուսը իր եկեղեցի մասին գկարոզե եւ Եվրոպայի մեջ եկեղեցիները գխառնվին իրար, քանի որ չեն գիտեր որում մասին կարոզեն։ Սիրելիներ ջան, երբ որ մենք Քրիստոսի մարմինի մեջ ենք, մենք արդեն մեր այս տեղացի կամ այն տեղացի ըլլալը վերացավ։ Եվ իրենց համար շատ զորավոր բաներ, ես մեր համար դերևս այնքան չէ, բայց շատ զորավոր բաներ իրենց համար։ Հրյան եւ ոչ հրյան ինչպես իրար հետ Աստված կբաշխեն, նորմալ բան չէ, բայց երբ որ Սուրբ Հոգին եկավ, Բարնաբասը տեսավ շնորհքը, ըսավ ասինչ մեծ բան կպատահի, աշխարհահռչակ մի կարևոր բան կպատահի, այսօր ամբողջ ազգերը կմիանան Քրիստոսը բաշխելու եւ Բարնաբասը կսե շուտ Պողոսին, եկուր միասին, այստեղ մեծ գործ կա, աշխատենք 1 տարի, որ այս ուղղությունը շարունակենք զարգացնել։ Քանի որ հիշեցին, ինչպես քիչ առաջ կարդացի, հիշեցին Աստծո խոսքը, որ գսե բոլոր ազգերը, բոլոր լեզուները պիտի պատվեն, պիտի օրհնեն ինձ։
եւ իրենք այստեղ ագանադես եղան առաջին անգամը լալով։ Եվ այդպես եկեղեցին սկսավ։ Այդպես եկեղեցին միջև այսօր կշարունակվի։ Առաքյալներու պետք չունենք։ Առաքյալները առաջին հիմքը թրին եւ հետո պետք է շարունակվեր աշակերտներով։ Եվ ուրիշ բան գսեմ, աշակերտները քրիստոնյա կանչվեցան։ Աշակերտը Հիսուս Քրիստոսի հետևորդը աշակերտ է եւ ոչ թե ինչ գիտնամ մեր քանի որ քրիստոնյա ընտանիքի մեջ ծներենք, քանի որ մանուկ եղած ժամանակ մգրդվերեմ, գնքվերեմ, քրիստոնյա եմ, խաչ կգրեմ, քրիստոնյա եմ։ Ոչ։ Սուրբ Գիրքը մեզ այդպես չի սորվեցներ։ Սուրբ Գիրքը մեզ կսորվեցնե քրիստոնյան աշակերտն է, Քրիստոսի հետևորդն է, որուն մեջ Սուրբ Հոգին գահանքչի, որուն մեջ Սուրբ Հոգին գերևնա, շնորհքը գերևնա, այն մարդուն մեջ Քրիստոսի շնորհքը գերևնա, այն մարդը քրիստոնյա աշակերտ Քրիստոսի հետևորդն է։ Հալելույա։ Դերը դա որ հասկանանք այս բոլորը։ Համար 27-ը։ Գիտեսնիք, Երուսաղեմ, Սամարիա, Հոպե, Գորնելիոս եւ Անդիոք։ Ասոն կարևոր դեղեր են կամ կարևոր պատմվածքներ են եկեղեցի սկիզբը հասկանալու համար։ Անդիոքը շատ կարևոր դեր ունի Պենտեկոստեի մեջ։ Անդիոքը շատ կարևոր դեր ունի եկեղեցական պատմության մեջ։ Անդիոքը շատ կարևոր դեր ունի եկեղեցի հիմքի մեջ։ Թե ինչ է ճշմարիտ եկեղեցին։ Դերորդն է, համար 27-ը։ Այն օրերու Երուսաղեմեն մարգարեներ իջան Անդիոք, անոնցմե մեկը Ագոբոս անունով, ելավ իմացուց Սուրբ Հոգիին զորությունովը, թե մեծ սով պիտի ըլլա բոլոր աշխարհը, որ իրապես եղավ Գողոդիոսի օրերը։ Աշակերտները որոշեցին, որ իրենցմե ամեն մեկը ցերքեն եկածին չափ Հրեաստանի մեջ բնակող եղբայրներուն օգնություն ղրգեն, այդպես ալ կատարեցին երեցներուն ղրգելով Բարնաբասին եւ Սողոսին ցերկով։ Ուրեմն մարգարեն գուկա եւ այս Ագապոսի մարգարեությունը արդեն նայեցեք 5 դագարանի եւ նոր դագարանի գնամսել խաչմերուկ մարգարեն է այս։ Կադեվասկեվը չենք տեսներ այսպես մարգարե, որ աբական գսե։ Ընդհանրապես սուբկիրի մեջ մարգարեություն եւ օրգսվի ոչ թե աբական ըսել է, այլ բարձրապես դիրոջ խոսքը դալն է շիդակ ժամանակին շիդակ անցին։ Այս է մարգարեությունը։ Բայց այստեղ Ագոպոսը դեր 5 դագարանի շարունակության կամ գսեմ վերջագետն է, բայց Սուրբ Հոգիով առաջնորդված է, Սուրբ Հոգիի միջոցով է, գսե սով բիդլա բոլոր աշխարհի մեջ, մանավանդ հռոմեական գայստրության մեջ, եւ այդպես ալ եղավ 46-48 թվին, երբ որ գտեսնենք այստեղ Գողոդիոսի օրերը, Գողոդիոսը գայսն էր, այդ գայստրության օրերուն ինչ եղավ, սով եղավ։ Հիմա նայեցեք, Անդիոք եկեղեցին դեռ 1-2 տարվա եկեղեցի է, 1 տարվա ասենք, դեռս 1 տարի ալ չկա։ Անչափ ազդո շնորհքը այնտեղ է, անչափ հոգևորապես հարաճացած են, որ շատ շուտ կմտածեն Հրեաստանի մեջ գտնվող եղբայրներու եւ քույրերու օգնել։ Իրենք բոլորը հրյա չեն։ Եթե հրյա լային գսենք հրյային գոկնե, բայց այստեղ հրյա չէին։ Բայց իրենք հրյա հավատացյալներուն, աշակերտներուն ուզեցին օգնել։ Գտեսնեք սերը, գտեսնեք ազդո շնորհքը, գտեսնեք քիչ առաջ գսեի, որ եկեղեցի մեջ չի գա տուն այն դեղացի ես, ես այն դեղացի եմ։ Ես ֆրանսահայ եմ, տուն լիբանանցի ես։ Տուն այստեղից ես, ես այնտեղից եմ։ Եկեղեցի մեջ չկա այդ բանը։ Այլ Քրիստոսի մարմինն է։ Եվ այստեղ Քրիստոսի մարմինը Հրեաստան գղրգե օգնություն։ Որբեսի այդտեղ եղբայրները այդ օգնությունը ստանան եւ սովի մեջ չչարչարվին։ Այստեղ համար 30-ի մեջ նորեն մի կարևոր բառ կա։ Այդպես ալ գադարեցին գսե երեցներուն ղրգելով։ Հրեաստանի երեցներուն ղրգեցին, բայց Հրեաստանի երեցներուն Հրեաստանի երեցները առաքյալները չէին։
դարբեր եկեղեցիներու ղրգեցին բոլոր Իսրայելի Հրեաստանի մեջ, բայց այդ երեցները 12-ը չէին։ Ուրեմն ահավասիկ մենք կանտրատարնանք ինչ որ Բողոս պիտի անե հետո ամեն դեղ որ գերտար երեցներ գհիմներ։ Սկիզբը երբ որ երեց բառը կործածվեցավ 12-ին համար էր։ Բայց հիմա գտեստեք այս Անդիոքի եկեղեցիին հետո կանտրատարնանք որ Սուրբ Օքին արդեն կսկսավ իր կորձը կատարել եկեղեցի հիմնելու եւ նաեւ երեցներ տնելու եկեղեցիին մեջ։ Երեցները ուրեմն սկսան զարգանալ, շատնալ։ Սուրբ Օքին սկսավ աշխատելու։ Դարբեր դեղեր, առանց որ առաքյալները երթան։ Նորեն կգտնեմ առաքյալները պետք է երթային Երուսաղեմ, Սամարիա եւ Հեթանոսներում։ Այդ երեքը ըլլալ են հետո առաքյալները արդեն պետք չէ։ Սուրբ Օքին սկսավ գործելու։ Մարդիկ կընդունին Հիսուսը, գաբաշխարեն, Սուրբ Օքին կստանան եւ կքալեն եւ եկեղեցի կհիմնեն եւ այդպես ավետարան կարոզեն եւ այսպես եկեղեցիները սկսավ շատնալու։ Օրտնյալ է մեր դերը։ Գսորվեցին մեզ նայեցեք 13-րդ գլխուն մեջ հասանք եւ դեռ նոր կհասկանանք եկեղեցի սկիզբը եւ զարգացումը։ Շատեր երբ որ եկեղեցի զարգացում գսենք մենք անգամ երկրորդ գլուխը գհիշեն Բենտեգոստեի օրը եկեղեցին սկիզբը չէ Բենտեգոստեի օրը Երուսաղեմի եկեղեցին սկիզբն էր բայց ոչ Հեթանոսներուն ոչ Սամարիայի ոչ Հեթանոսներուն եւ ոչ աշխարհի Անդիոքն է աշխարհի եկեղեցին սկիզբը Կորնելիոսը բացումն է Անդիոքը հիմնված եկեղեցին է այստեղ եկեղեցի հիմնվեցավ Անդիոքի մեջ հալելույա օրտնյալը լա մեր դերը որ մեզ գսորվեցնե մեր պատմությունը թե մենք ուր եկած ենք եւ չլա թե սխալներ ունենք մեր խոսքերու մեջ եւ չլա թե գարձենք որ մենք մենակ հավատացյալներն ենք մենք ստացել ենք մենք գիտենք ոչ մենք նախահայրեր ունենք մենք գիտենք որտեղ են եկած ենք մենք պետք է փառք տանք Տիրոջը մեր եկեղեցական պատմության համար 12-րդ գլուխին առաջին 5 համարներն ալ գարտամ եւ այդպես կվերջացնենք մեր այսօրվա ընթերցումը այն ադենները հերով տեստակավորը սկսավ եկեղեցին մեկ քանիները չարչարել հալածանքները սկսավ 8-րդ գլուխին արդեն սկսած էր Հովաննեսին եղբայրը Հակոբոսը սրով սպաննեց առաքյալներեն մեկը Գիշեք Հովաննես եւ Հակոբոս Մատթեոս կսե իրենց մորը հետ եկան Հիսուսին Մարգոսը կսե իրենք երկուք եկան Հիսուսին եւ ինչսին դեր ինձ թույլ դուր որ մեկս քո աջ կողմդ նստենք մյուսս քո ցախ կողմդ նստենք դերսա չեք գիտեր ինչ կուզեք չարչարակներ պիտի ունենաք իրենք գսին այո գիտենք պատրաստ ենք պիտի մգրդվենք այդ չարչարակներով Ահավասիկանոց մեկը Հակոբոս մեկ տողի մեջ Հովաննեսին եղբայրը Հակոբոս սրով սպաննեց վերջ այդ Հակոբոսը աշակերտ էր առաքյալ էր սպանվեցավ դարձեք մեծ գործեր չրավ ինչու Աստված թույլ տվավ ինչու Հովաննեսին մինչև երկար դարի տվավ իր խոր ձերություն ակսորվեցավ եւ խոր ձերությամբ մեռավ Ինչպես Պետրոսին բռնեց քրված այդ տեսնելով որ իրաներուն հաջելի է Պետրոսին ալ բռնեց բաղճակերացի օրենի մեջ երբ զանիգա բռնեց բանդը դրավ եւ 4 գարկ 4-ական զինվորներու հանցնեց որբեսի բահեն եւ գուզեր զադիգեն հետո ժողովրդին հանել զանիգա Պետրոսին բռնեց բանդը դրավ Հակոբոսին սպանեց Ինչու ասված թույլ տվավ որ Հակոբոսը սպանվի եւ Պետրոս բանդը երթա եւ քարշապատ կդեսնենք ազատվի բանդեն Հրաշքով դեր հրաշքով բանդեն ազատեց Պետրոսին բայց ինչու չրավ հրաշքը Հակոբոսին ինչու չրավ հրաշքը Հովաննես Մգրտիչին երբ իր գլխատվեցավ Հակոբոսը Հիսուսի աշակերտն էր ինչու Սիրելի քուրիախբաներ ինչուներ շատ կան եւ մենք չենք գիտեր ինչուներու պատասխանը ես ալ չունիմ բայց ես մեկ բան գիտեմ որ մինչև վերջին օրս հավատարիմ ըլլամ իմ գոչումիս իմ Աստծո հավատարիմ ըլլամ իմ հավատքին
իմ ծառայության։ Գրնալալ 1 տարի դեպի, գրնալալ 100 տարի, ես ըլլամ հավատարիմ։ Ինչպես պիտի մեռնիմ, չեմ գիտեր։ Ինչ ցևով պիտի մեռնիմ, ալա չեմ գիտեր։ Բայց ես հավատարիմ ըլլամ միջև վերջ։ Եվ եթե պատրաստ, եւ եթե հալածանք պետք է, պատրաստ ըլլամ։ Եթե դժվարություն մեջ եմ պիտի անցնիմ, պատրաստ ըլլամ։ Իր առաքյալներ սրովը սպանեց եւ մեռավ։ Եվ դեսնենք ինչ կլա Պետրոսին գտնեն 5-րդ համարը։ Պետրոսը բանդի մեջ բահված էր, բայց եկեղեցին անդադար աղոտ կներ Աստծո անոր համար։ Եկեղեցին աղոտ կներ Պետրոսին համար, եւ քաշաբատ պիտի դեսնենք, որ Պետրոս պիտի ազատվի։ Արդյոք Պետրոս Հակոբին համար աղոտ կչրին։ Արդյոք չսին դեր Հակոբին ազատե բրգի վստահ։ Բայց Հակոբը սպանվեցավ։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, այստեղ մի բան գսորվինք։ Գսորվինք մենք հավատարիմ ըլլալ մեր գոչումին մեջ։ Եթե Անդիոքի մեջ ենք, Անդիոքի մեջ ծառայենք։ Եթե Երուսաղեմի մեջ ենք, Երուսաղեմի մեջ։ Եթե աշխարհի ծայրերն ենք, աշխարհի ծայրերը։ Ֆիլիպոսը անցաշապատներ կարոզեց, այստեղ սերտեցինք եւ կարոզեցի այս կիրագի Ֆիլիպոսի մասին։ Ֆիլիպոս հավատարիմ էր իր բարձ եկեղեցին մեջ։ Ինչ որ գսեին իրեն ինք կներ։ Ֆիլիպոս դարձավ իր խոնարհության մեջ, դարձավ մեծ ավետարանիչ։ Ամբողջ Եթիոպիայի երգիրը Քրիստոսի բերող անձը ինքը եղավ, իր միջոցով եղավ։ Բայց ինք բարձ հավատարիմ ծառա էր։ Մենք բարձ հավատարիմ ծառա լանք խոնարհությամբ, ուր որ ենք, եւ դերը կորձած է մեզ։ Մնանք հավատարիմ իր եկեղեցին մեջ, մնանք հավատարիմ իր գոչման մեջ, մնանք հավատարիմ Սուրբ Հոգիով, խոնարհությամբ։ Դիրոջ փրկությունը բատմենք, հրճագենք, ապրինք եկեղեցին մեջ եւ նաեւ դիրոջ շնորհքին մեջ մնանք իրար հետ մեր դեղական եկեղեցիներու մեջ, որովհետեւ Սուրբ Հոգին մեր միջոցով մեծ գործեր կատարի։ Եվ մենք այդպեսով դանք փառքը միայն իրեն։ Թող դերը իսկապես փառավորվի եւ այս խոսակցության մեջ, որ գարտացինք, հասկանանք մի բան, որ մեր կյանքը իբր աշակերտներ Քրիստոսի մեջ կետրոնացած եւ ոչ թե մարդկային հաշիվներու մեջ քայլենք իր փառքին համար։